Բարի օր ընկերներ, այս հոլովակում ձեզ համար կներկայացնեմ 2025 թվականի ապրիլ ամսվա տարող կանխատեսումը կույս նշանի համար։ Հինգական քարտով նայելու ենք ամսվա կարևոր իրադարձությունները, այնուհետև մեկական քարտով նորալուսնի և լիալուսնի ազդեցությունը։ Յուրաքանչյուր քարտի էներգիան անպայման բոլոր կույսերը իրենց կյանքում զգալու են, բայց դա կլինի տարբեր դրսևորումներով, տարբեր ոլորտներում, քանի որ այս տարող կանխատեսումը ընդհանուր բնույթ ունի։ Եթե ձեզ հետաքրքրում է անհատական տարող կանխատեսում, կարող եք ինձ գրել Instagram-յան էջում անձնական նամակով։ Իհարկե ոչ միայն տարող կանխատեսում, այլ նաև հորոսկոպ։ Այսպիսով անցնենք մեր կանխատեսմանը, սիրելի կույսեր, ամիսը ձեզ համար կսկսվի ինչ-որ հաղթանակով։ Ինչ-որ ոլորտում, ինչ-որ գործում հաղթանակած դուրս կգաք։ Իմաստը դա է, այդ հաղթանակով դուրս գալը։ Մեկի մոտ գուցե ստացվի ինչ-որ կոնկուրենցիայում հաղթել, մյուսի մոտ գուցե դատական գործընթաց կա այնտեղ հաղթանակ լինի, կամ կարողանաք այսպես շահույթով դուրս գալ, օրինակ որևէ բան պետք է գնեք, ձեզ մոտ ստացվի բավականին մատչելի գնով գնել, չէ՞ որ դա եւս հաղթանակ է համարվում։ Կամ ինչ-որ մեկի հետ գուցե վիճում եք, ինչ-որ բան եք, ամեն մեկը ձերն էր առաջ տանում եւ հենց դուք հաղթանակով դուրս գաք։ Մի խոսքով տարբեր կլինի ոլորտները, բայց ինչ-որ բանից հաղթանակով դուրս կգաք։ Իմիջիայլոց գուցե ինչ-որ առողջական խնդիր ունեիք, բուժվում եք եւ սա ասում է դրա մասին, որ հաղթանակով դուրս կգաք, կհաղթահարեք այդ հիվանդությունը, որը կար։ Հաջորդ քարը մեզ ասում է նրա մասին, որ ձեր պլանները կընդլայնվեն, ավելի լայնամասշտաբ կմտածեք, ավելի լայնամասշտաբ կգործեք։ Ձեզ ծախսեր են սպասվում ամսվա ընթացքում, իհարկե եկամուտ եւս լինելու է, բայց ծախսեր եւս կլինեն, կարևոր է որ կարողանաք բալանսի մեջ պահել այդ եկամուտ ծախսը։ Հնարավոր է այս քարտը ասի մեզ, որ պետք է ընտրություն կատարեք։ Գուցե մինչ այս երկու ուղղությամբ գումար եք աշխատում, անհրաժեշտություն լինի մեկը թողնելու, մեկով առաջ գնալու, կամ այլ ինչ-որ իրավիճակ ստեղծվի երկակի, որտեղ պետք է ընտրություն կատարեք։ Աշխատանքը այս ամսվա ընթացքում շատ կլինի, ծանրաբեռնվածությունը շատ է լինելու, զգուշ եղեք, որ հոգնածություն այն չբերի, հնարավոր է մեջքի խնդիրներ բերի, մեջքի ցավ լինի, կամ հնարավոր է օրինակ ձեր շրջապատի մարդկանց հոգսերը գուցե կամ գործերը վերցնեք եւ ամբողջությամբ ձեզ վրա փորձեք ինքնուրույն դանել, իհարկե դա ցանկալի չէ։ Եվ ամիսը ձեզ համար կավարտվի ինչ որ նորությամբ։ Այս նորությունը կապված կլինի թե հեռախոսազանգ մեկը կստանա, մյուսը նամակ կստանա, մյուսը ինչ-որ նորություն գուցե իմանա, բայց այս ինչ-որ նորություն եք ստանալու։ Հնարավոր է կապված լինի երեխաների հետ, բայց սա իհարկե պարտադիր չէ, բայց որ ինչ-որ նորություն կլինի, դա հաստատ։ Այժմ նորալուսնի եւ լիալուսնի հետ կապված առաջինը լիալուսին ենք ունենալու ապրիլի 13-ին, ձեր կշերք նշանում, ձեր երկրորդ տանը։ Այս լիալուսինը մի երկու օր առաջ, երկու շաբաթ հետո իր ազդեցությունն է ունենալու։ Այստեղ նոր ակտիվություն կլինի, կարծում եմ, որ ֆինանսական դաշտում, քանի որ ձեր երկրորդ տանն է լինելու, կարծես արդեն ամեն ինչ պատրաստ կլինի, որ սկսեք գումար աշխատել գուցե, սկսեք նոր քայլեր կատարել գումարի տեսանկյունից կամ ոչ միայն գումարի, գուցե օրինակ որոշել եք խոսել տնօրենի հետ աշխատավարձի բարձրացման հետ կապված, սա կարող է նաև դրա մասին ասել։ Եվ նորալուսին ենք ունենալու ամսի 27-ին, կրկին մի երկու օր առաջ, երկու շաբաթ հետո իր ազդեցությունն է ունենալու։ Նորալուսինը սիրելի կույսեր լինելու է ձեր 9-րդ տանը, իսկ դա այն ամենը, ինչը կապված է արտասահմանի, արտերկրի եւ բարձրագույն կրթության հետ։ Այստեղ հենց արտասահմանի թեման է դուրս է եկել, այսինքն շատերը կմեկնեն արտերկիր այս քարտի ազդեցության ներքո, քանի որ ամսի 27-ին է լինելու, հնարավոր է մյուս ամսվա, ոչ թե հնարավոր է, այլ այդպես է, մայիսի սկզբին եւս իր ազդեցությունն է ունենալու, մինչեւ մայիսի 10-ը։ Այնպես որ պարտադիր չէ, որ հենց ամսի 27-ին լինի, բայց արտասահմանի թեմա կա։ Գուցե քննություն պետք է հանձնեք, կամ բարձրագույն կրթության հետ կապված ինչ-որ հարցեր լինեն, կամ արտարժույթի հետ կապված գուցե ինչ-որ գործողություններ կատարեք, արտասահմանից գուցե հյուրեր գան, հյուր գնաք, մի խոսքով արտասահմանի թեման է եւ կարծես ձեզ համար նոր բան է, նոր սկիզբ է, նոր գործողություն է կապված արտերկրի հետ։ Այսքանը սիրելի կույսեր կապված այս ամսվա հետ, բաժանորդագրվեք ալիքին, սեղմեք զանգակի կոճակին, որ բաց չթողնեք գալիք ամիսների կանխատեսումները, իսկ մենք շուտով կհանդիպենք, ցտեսություն։